Տեղ ես գնում։ Ալային պիտի հանդիպեմ, պայմանավորվեցինք դրսում հանդիպել։ Ինչի դրսում։ Թողաստեղ կա։ Չգիտեմ, հորաքույրդ չուզեց, ասաց, որ գաղտնի խոսակցությունը եւ դրսում ավելի հարմար է։ Գաղտնի խոսակցություն։ Էլ ինչ-որ բան ա պատահել։ Չգիտեմ, Զարա, չգիտեմ։ Ասաց մեզ նոր աղետ է սպասվում եւ պետք է այն կանխել, քանի դեռ չի պատահել։ Ինչ աղետ։ Ում լավ էլի մի վախացրու։ Ես արդեն ոչ մի բանից էլ չեմ վախենում։ Այս մի տարի է միայն մեզ հետ աղետներ ու դժբախտություններ են պատահում, կարծես մեր կյանքի առօրյան է դարձել։ Հոգնել եմ, գիտես։ Արդեն հոգնել եմ եւ վախենալուց եւ տագնապելուց։ Լավ։ Զար, Արմենը որ եկավ, գազօջախին ճաշկա նոր եմ անջատել ու խնդրում եմ սառնարանի մեջ չդնես, լավ։ Գնացի։ Ռուբեն վախեցավ։ Չի ուզում վտանգի տակ դնի իրեն։ Չի ուզում օգնել ինձ։ Բայց զենքը հարկավոր, որտեղից ճարեմ։ Ռուբեն ասում է, զենքը պանիր չի, խանութում չի վաճառվում։ Բայց մի րոպե, որսորդական խանութում հրացան կա։ Ոնց մտքովս չէր անցել։ Որսորդական խանութում զենք են տրամադրում։ Բայց դրա համար հատուկ թույլտվություն է պետք։ Առանց գրանցելու չեն տա։ Իսկ եթե ծանոթ մարդ գտնեմ, մի օրով, թեկուզ մի ժամով տա։ Արթուրը։ Վիկայի նախկին ընկերը, Արթուրը։ Այսինքն ձեր խանութում վաճառում են կենդանիներին հեշտ ոչնչացնելու պարագաներ, հա։ Չէ, որսորդության պարագաներ։ Նույն բանը չի։ Ատում եմ։ Որսորդությունը հին զբաղմունք է, իր ավանդույթներով, գեղեցիկ պատմություններով։ Ինչն է գեղեցիկ։ Հաճույք է, հա, կենդանիներին ոչնչացնելը։ Ես ուղղակի զարմանում եմ, հայկական բնաշխարհում այդքան շատ են կենդանիները, որ մարդիկ անընդհատ կոտորում են նրանց։ Գիտես, մտնում են անտառ ու կոտորում են ավտոմատներով կենդանիներին։ Դա հաճույք է, հա։ Դա իսկական սպանդ է։ Համաձայն եմ քեզ հետ, Վիկ, բայց որսորդությունը արտակարգ զբաղմունք է։ Ուղղակի մեզ մոտ դրա կուլտուրան չկա։ Ինչի կուլտուրան։ Կենդանիներին ոչնչացնելու կուլտուրան։ Գիտես, մի անգամ հեռուստացով նայեցի, արջին սպանել էին 3 քոթոտներին էլ հետո ու այդպես ընկած թողել գնացել էին։ Միայն մի քոթոտին էին տարել, որպեսզի խորովեն լափեն։ Իսկ մայրը այդպես 2 քոթոտների հետ անշունչ ընկած էր մնացել գետնին։ Դա հաճույք է, հա։ Դա կոտորած է, իսկական կոտորած։ Գիտես, հազարամյակներ են անցել, բայց մարդը նույն վայրենին է մնացել։ Ճիշտ ես ի դեպ ասում, որ հին զբաղմունք է։ Հա, քարանձավի մարդու զբաղմունքն էր։ Հազարամյակներ են անցել, բայց մարդը նույն վայրենին է մնացել ու քաղաքակրթությունը չի փոխել մարդուն։ Ու չի էլ փոխի, հա։ Դու էլ չես փոխվել, նույն Վիկան ես։ Որին դու սիրեցիր ու թողեցիր։ Լավ, Վիկ, արի այդ մասին չխոսենք։ Արմենը ինչպես է, ինչ է անում։ Ապրում է։ Ամուսնացել է։ Չէ, Բերոյանի աղջկա հետ էր, հետո բաժանվեցին։ Բերոյանի։ Մարլեն Բերոյանի։ Հա։ Արմենը Մարլեն Բերոյանի աղջկա հետ էր։ Հա, էր, հետո այդ աղջիկը ամուսնացավ ուրիշի հետ։ Եթե կողմնակի մարդ ասեր չէի հավատալ։ Դու վաղուց չես տեսել Արմենին։ Հա, վաղուց։ Գնանք միտեղ սուրճ խմենք։ Չէ։ Շնորհակալ եմ, ես գործեր ունեմ, համել մի քիչ շտապում եմ։ Գնացի։ Պակա։
Ես օգնեմ քեզ զենք տամ, հետո ոնց պետք է դրա տակից դուրս գա։ Երկու հատ փորիդ բոքսեն անունս պետք է տաս։ Քեզ նման տղերքն են ծակվել։ Չէ, Ռուբոն իրան վտանգի տակ չի դնի։ Ռուբոն շիրա կտա, քսի կտա մհերի վրա ու կքաշվի մի կողմ։ Դուք իրար կերեք, ես կողքից նայեմ ուրախանամ։ Այ տենց։ Մարլեն Սուրենիչ։ Հա, Ռուբո։ Հա, ես եմ Մարլեն Սուրենիչ։ Գամ մոտդ, ազատ եմ։ Հա, մի ժամից։ Լավ, ոնց ասես Սուրենիչ։ Ես էլ կակրած կմտնեմ իմ օֆիսը իմ գործերով, թե չէ իմ գործերը աչքա թող եմ արել։ Աշտարակի գործերով էի։ Հա, ճուշանաս։ Եղավ Մարլեն Սուրենիչ։ Так, дальше. Հայրդ շատ նյարդային ա վերջերս։ Չեմ հասկանում հետ ինչա կատարվում։ Մամ, Արմենի մորն եմ հանդիպել։ Որտեղ։ Նրանց տուն ես գնացել։ Չէ, փողոցում, պատահաբար։ Չկարողացա չմոտենալ, մամ։ Խոսեցիք։ Հա, Նանա։ Պետք չի, հանկարծ գորը կիմանա։ թող իմանա, մամ։ Ես հո Արմենի հետ չեմ հանդիպել։ Հասկանում եմ, բայց միևնույնն ա։ Նրանց հետ մի հանդիպի։ Հասկացի գորը եթե իմանա կխանդի։ Իսկ ես գիտեմ թե ինչ բան ա խանդը։ Մամ, գորը պապայի նման խանդոտ չի։ Համ էլ ես Արմենի մորն եմ հանդիպել, ոչ թե Արմենին։ Լավ ա որ գորը չի խանդում։ Բայց զգուշ եղի, եթե հանկարծ նրա մեջ էթիվանդությունն արթնացավ, հետո արդեն շատ դժվար կլինի։ Մամ, մի բան ասեմ։ Մամ, երբեմն Արմենին եմ զանգում փակ համարից, ձայնն եմ լսում։ Շատ եմ կարոտում, մամ, էլ չեմ դիմանում։ Ինչի։ Մի արա, Նանա։ Դու գիտես թե ես ինչքան դեմ էի ձեր ամուսնությանը, բայց արդեն ամուսնացել ես, դու գորի կինն ես։ Չեմ կարողանում ինձ զսպել, մամ, կարոտում եմ Արմենին, ահա որ եմ կարոտում։ Նանա։ Հա, մամ, ինքն էլ ինձ ա զանգում, լռում ա։ Ախր ինչի տենց արեցիր։ Ես ճիշտ եմ անում, որ զգուշացնում եմ Էմային։ Այն թե Ռուբոն չիմանա։ Գուցե վատ է, որ մատնում եմ Ռուբոյին։ Ռուբոն ամուսինս է, բայց տվյալ դեպքում ես պետք է մատնեմ։ Ոչինչ, ավելի լավ է ես վատկին համարվեմ ամուսնուս համար, քան կատարվի անդառնալին։ Չէ, չի կարելի թույլ տալ, որ դա տեղի ունենա։ Էմա, ինչ ես ուշանում, հա։ Տարօրինակ աղջիկ է, ասացի, որ շատ կարևոր է, ժամանակ չի կարելի կորցնել։ Ներիր, ուշացա։ Ոչինչ։ Շատ արագ էի քայլում շունչս։ Ասա, ինչ է եղել։ Արմենն ուզում է սպանել Մհերին։ Ինչ։ Միայն խնդրում եմ Ռուբոյին չասես, հա, որ ես եմ ասել։ Տեր Աստված։ Էմա, հասկացիր, Ռուբոն իմ ամուսինն է, փաստորեն ես նրան մատնում եմ։ Այս Ռուբոն ինչ կապ ունի, չեմ հասկանում, Ռուբոն է քեզ ասել։ Չէ, ես լսել եմ նրանց խոսակցությունը, ծածուկ, Ռուբոն չգիտի, որ ես տեղյակ եմ։ Ինչ խոսակցություն։ Արմենի ու Ռուբոյի, Արմենը մեր տուն էր եկել։ Ալա, ասա, շունչս կտրվում է, ինչ ես լսել։ Ես լոգարանում էի,